Շատ լավ հարց է։ Ես երբեմն գիտեք այդ անալոգիան եմ բերում, որ եթե հարցը նրա մասին էր, թե ինչպես ենք պատկերացնում Արցախի վերահայկականացումը։ Անալոգիան հետևյալն է, եթե դուք բաժակից ջուրը լցում եք հողի մեջ, որը շատ հեշտ գործողություն է, չէ՞, շուտ տվեցիք բաժակը, ջուրը լցրեցիք։ Հիմա պատկերացրեք հակառակ գործողություն, այդ հողի մեջից ջուրը հետ հանել, լցնել բաժակի մեջ։ Ահա որ դժվար գործողություն է։ Հիմա դա այն ինչ որ տեղի ունեցել Արցախի հետ։ 3 տարվա ընթացքում 2020-ից 2023 թվականները գործող իշխանության նախկինում մենք մտածում ենք ապաշնորհությամբ, բայց իրականում նպատակամղված հանձնման պատճառով Արցախը հայաթափվեց, բռնազավթվեց, հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հետ վերադարձնելը Արցախը լինելու է բազմաբարդ եւ բազմափուլ գործողություն։ Որովհետեւ այդ գործողության համար պետք է օրինակ ամրապնդել մեր իրավական բոլոր թեզերը եւ Արցախի նկատմամբ վերիրավունքը։ Պետք է կարողանալ ուժային հիմնական կենտրոններում վերակենդանացնել այդ օրակարգը։ Միջազգային տարբեր դատական ացաններում մեր հայցերի միջոցով Ադրբեջանի համար անելանելի իրավիճակ ստեղծել, երբ որ օրինակն ստիպված լինի հատուցել գույքի համար կամ կորսված կյանքերի համար։ Մեզ պետք է լինելու կարողանալ Հայաստանում բնակեցված արցախահայերին համախմբել, թույլ չտալ, որ նրանք այստեղից հեռանան, արտագաղթեն եւ ցրվեն ամբողջ աշխարհով մեկ։ Պետք է կարողանալ պահպանել նրանց մշակույթը, ինքնությունը եւ իդեպ որը շատ կարեւոր է վերադառնալու ցանկությունը։ Ուստի այս ամեն ինչը մեծ կոմպլեքս է գործողություններ, որ մենք պետք է անենք, եւ եթե մենք դրանից գոնե մեկն էլ չանենք, մեր ամբողջ խոսակցությունները Արցախի վերահայեցման մասին կլինեն իրականում բարավ խոսակցություն։ Այդ ամեն ինչը պետք է անել, այդ ամեն ինչը պետք է սարքել գործողություն։ Ես ես հիշեցնեմ, որ Ադրբեջանը երբ որ պարտություն կրեց պատերազմում 94 թվականին, նա բոլոր շրջաններում, որոնք անցել էին հայկական վերահսկողության տակ, այդ բոլոր շրջանների ադմինիստրացիաները պահեց։ Բոլոր շրջանների ադմինիստրացիաները 30 տարուց ավել վարձատրություն էր տալիս մարդկանց, աշխատանքային պայմաններ էր ապահովում, շարունակաբար փորձում էր, այսպես ասած, իր իրավունքը այդ տարածքների նկատմամբ վերահաստատել։ Նույնը մեզ է վերաբերվում։ Մենք Արցախի նկատմամբ իրավունքից չպետք է հրաժարվենք մեկ, բայց որը ավելի կարևոր է, այդ իրավունքը պետք է շարունակաբար վերահաստատենք եւ ամրապնդենք։ Եվ ժամանակի ընթացքում, քանի որ մենք համոզված ենք, որ մեր քաղաքական կուրսի պայմաններում Ադրբեջանի եւ մեր միջև ուժային հավասարակշռությունը աշճանավոր կփոխվի մեր օգտին, մենք ի վերջո Ադրբեջանին կկարողանանք բերել են լուծման, որ ինքը համաձայնվի Արցախահայության վերադարձի հետ։ Այս բանը իրականացում են, այսպես ասած, հայելային սկզբունքով։ Արցախահայերը կարող են վերադառնալ, եթե ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, որը բացարձակ անընդունելի է։ Մենք ի վերջո կհասնենք նրան, բայց դա իսկապես երկարաժամկետ է։ Այդտեղ պատրանքներ չունեն, որ Արցախահայերը կվերադառնան Արցախ եւ կկարողանան այնտեղ ապրել արժանապատիվ կյանքով։ Բայց դրա համար առաջին հերթին մենք պետք է այստեղ ունենանք ուժեղ Հայաստան, այնպիսի Հայաստան, որի քաղաքական կամքը Ադրբեջանի համար այլևս հնարավոր չի անտեսել։